Փաշինյանն ասել է մենք պետությունը ատում ենք, օրինակ դուք ատում եք։ Դե իրանից էլ ինչ սպասես, ինչ կասի, արդեն չես հասկանում, քնեն վերկենան ինչ վիճակում կլինի ու ինչ նախադասություն կասի։ Ոչ adekvat մարդուց ամեն ինչ էլ հնարավոր է։ Ինչու պիտի ատեն։ Իսկ ինչու է նա նման բան ասել։ Հա? Իսկ ինչու է երկրի ղեկավարը նման բան ասել։ Գնացեք ղեկավարի հարցրեք, աղջիկ ջան։ Եթե իմանամ ինչ է ասում, կգնամ մոտը, բայց չգիտեմ, գնացեք իրանից հարցրեք։ Ոչ։ Իսկ ինչու է երկրի վարչապետը նման բան ասում։ Երկրի վարչապետը Երկրի վարչապետը փաստացի Հայաստանի վարչապետն է, բայց իր ինֆորմացիան թելադրած կողմը դրսից է գալիս, ոչ բարեկամ կամ այլ կերպ ասած թշնամի երկրներից։ Իր համար է պետությունը թշնամի է, որին ինքը ատում է։ Հայկական պետությունը իր համար է թշնամի պետությունը Նիկոլի համար, բայց դա թող ամբողջ ժողովրդի ուզին չփաթաթի, դա մենակ իր ու իր նեղ շրջանակի կարծիքն է։ Իմ համար չէ։ Պետությունը ոչ էլ հայրենիքը թշնամի չի կարող։ Ես ինքս պետությունը չեմ ատում, նույն էլ Փաշինյանը նման բան չի ասի։ Այսօրվա դրությամբ ես շատ ոնց ասեմ, վիրավորված, շատ զարմանում եմ, չնայած այնքան ամեն ինչը զարմանելիա, պետք չէ ոչ մի բանի վրա զարմանանք, մեր քաղաքացիները իրենց չեն հարգում, որտեվ Փաշինյանի, իրեն ընտանիքի հերուրանքները շատ ահավոր է, շատ, իրենք պետք է իրենց հարգեն, կապ չունի, ինքը երկրի ղեկավար է այսօր համարվում, պետք է իրենց հարգեն, որ երկիրը սիրեն, երկրի ղեկավարին է կհարգեն, ու դրա հետ մեկտեղ նախկինում իրենք մի հատ ասեին բարև ռոբ կսպանվեին, մի հատ ասեին Սերժի աղջիկ կմորթվեին։ Փաշինյանն ասում է մենք պետությունն ատում ենք, օրինակ դուք։ Փաշինյանն եմ ատում։ Այդ Փաշինյանը անունը որ լսում եմ։ Այ բալա ջան, ասում հարցերան պետք է դարձնել է։ Մտնում տրանսպորտին հոժար էինք մեր լետի։ Չի արիս։ Իսկ ինքը ատում է ձեզ։ Հա? Ինքը ատում է պետությունը ձեզ։ Օրինակ մեկը ես չեմ հարգում, չգիտեմ բալես։ Ի՞նչն է բանանը։ Թոշակը չի ավելացրել, ոչ մի բանը նորմալ չի։ Չի բավականացնում ոչ մի բան, արի ջան։ Ինտերնետով էլ խոսում է, մենակ թողած, ծաղրատուս նկարներով։ Մենակ տենակ ընչիր է անում։ Իմ ինտերնետի մեջ չկա։ Արի ջան, ավելի լավ է իշխանափոխությունը փոխվել լավ կլներ էլի։ Հա, արևս, ավելի լավ։ Մենք կոմունիստների օրով ենք լավ ապրում։ Ճիշտ եմ չէ, բալա։ Մի ռուբլի 10 կոպեկով հիմա չի բավականացնում ոչ մի բան։ Ես մի կողմից բալես, ուրախ կլնեմ, որ իրան բացի հանեն։ Աշտատես լինի, արևս։ Փաշինյանն ասում է մենք պետությունը ատում ենք, օրինակ դուք ատում եք։ Փաշինյանը գալաթ է։ Թե Փաշինյանը գա ինձ տուն տա, նոր կհարգեն։ Գալաթ անում Փաշինյանը իր եղածու։ Եղավ նկարեք, ես կուսակցության անդամ եմ եղել 15 տարի։ Բա ինչի ասում ենք բոլորս պետությունը ատում ենք։ Ատում ենք, Բա ինչ եմ անում, ատում եմ։ Այսօրվա դրության ես տուն չունեմ, Զարթով եմ ապրում։ Իմ տունը տեսնողը կփախչի։ Ավարյոնի շենքը, 18 շենքը ծառաբուսն է։ Ամբողջ օր մենք բողոքում ենք, հիմա պետք է քաղաքապետարան, տո Ավինյանին է, տո Մաչկալյանին է, տո Սրանին, տո նրան է, բոլոր քաղաքապետարանը, Կամո Արեյանը, ով ա եղել, 100 տարի մեջ բանում է թաղապետարանում, ինչ է Արցախի գրեք, բան Աթեմյան 18 շենքի բնակիչներ, գրի, 18 շենքը փլվում է, պարոն Ավինյան, խնդրում եմ Աթեմյան 18 շենքի հարցը լուծեք, Առաջի հարկերը փլվել է, մարդա մահաթե թողան տեր կանգնեն, եղավ, ասեք, խիչ եմ ասի, պետք է վախենամ Ավինյանից, Արոյանին էլ, Արամյան, բան, Կամո Արեյան, իրան էլ եմ ասում, 100 տարի թաղապետարանում ա եղել Էրեբունու շրջանի, այ հիմա այստեղն է սահասի, 100 անգամ բերել եմ բանով նկարել եմ տվել, այ այդ ձեր նման, Արմենիայով բանով, բոլոր նկարել եմ տվել, դոկումենտներն առած ման են գալու, ինչ անում մեր համար, Աթեմյան 18 շենք, 34-36 բնակարան,